Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է բարեցես։ Թողարկումը սկսենք պաշտոնական լրահոսի ներկայացմամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կավալենկոյի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը մեր երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջև ստորագրված մի շարք, այդ թվում պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը։ Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարևոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար։ Ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին 2012 թվականի աշնանային զորակոչի արդյունքները եւ քննարկվեցին 2013 թվականի գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները։ Նշենք, որ նիստին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները, զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ եւ զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ։ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստը բացեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով կարևորեց գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության եւ բանակ հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը։ Հիմնական զեկույցով հանդես եկավ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Ներկայացնելով 2012 թվականի աշնանային զորակոչի արդյունքները, գլխավոր շտաբի պետն անդրադարձավ գրանցված հաջողություններին եւ թերացումներին, ուղենշեց 2013 թվականի գարնանային զորակոչի անելիքները։ Յուրի Խաչատուրովը նաեւ կարևորեց Պաշտպանության նախարարության եւ մյուս գերատեսչությունների, իրավապահ մարմինների, մարզային կառույցների հետ համագործակցությունը։ Նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ փոխգնդապետ Կամավոր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետը, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետը ներկայացրեց նախորդ զորակոչի ընթացքում ռազմաբժշկական ապահովման արդյունքները, ընդգծելով, որ առկա է զգալի առաջընթաց։ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ կարևորեց պաշտպանական գերատեսչության, ինչպես նաեւ մարզային հանձնաժողովների հետ համագործակցությունը եւ նշեց, որ աշխատանքներ են տարվում օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ։ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստեց, որ զորակոչի ուղղությամբ 2012 թվականին կատարված հետևողական եւ բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարևոր հաջողություններ։ Պաշտպանության նախարարն ընդգծեց նաեւ, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012 թվականի աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաեւ թերացումներ։ Սեյրան Օհանյանի խոսքերով գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու։ Ընդ որում, աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել։ Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը։ Կարող են հիմնովին վերանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները։ Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալ-իրավական նախապատրաստության իրականացման վրա։ Սեյրան Օհանյանը նաև համապատասխան հանձնարարականներ տվեց եւ ուղենշեց հետագա անելիքները։ Հանձնաժողովի նիստում նշվեցին ինչպես լավագույնները, այնպես էլ թերացողները։ Զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ եւ զինծառայողներ Պաշտպանության նախարարի կողմից արժանացան պատվոգրերի, արժեքավոր նվերների եւ գերատեսչական մեդալների։ Ապրիլի 26-ին զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը եւ զինված ուժերի կապի եւ ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկայացրին իրենց զեկույց հաշվետվությունները։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Զեկույց հաշվետվությունների ունկնդրմանը ներկա էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև Պաշտպանության փոխնախարարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների եւ առանձին բաժինների պետեր։ Զեկույց հաշվետվությունների ընթացքում վարչության պետեր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը եւ Կոմիտաս Մուրադյանը ներկայացրել են իրենց ենթակայությամբ գործող զորամասերում սպառազինության եւ միջոցների համալրման, արդիականացման եւ վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման,
սպայակազմի պատրաստվածության եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաեւ իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ։ Զեկույցների ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար։ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ստորագրվել եւ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրությունը։ Հավելենք, որ արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի վերակազմակերպման հետ կապված նախատեսվում է հայկական կողմին փոխանցել որոշ հողատարածքներ եւ անշարժ գույք։ Վերոնշյալ հողատարածքներն ու անշարժ գույքը հայկական կողմին հանձնելու նպատակով ապրիլի 24-ից 26-ը Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստ։ Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցավ աշխատանքային եւ բարեկամական մթնոլորտում, որի ընթացքում ստորագրվեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին 2012 թվականի հոկտեմբերի 3-ի արձանագրությամբ նախատեսված հողատարածքների եւ անշարժ գույքի հանձնման ընդունման ակտերը, ինչպես նաեւ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։ Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետություն այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի օգնական գեներալ-գնդապետ Վալերի Եվնևիչին ընդունեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Հանդիպան ընթացքում քննարկվեցին երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի, ներառյալ ռազմաօդային բաղադրիչի օպտիմիզացմանը եւ արդիականացմանը վերաբերող հարցեր։ Շարունակում ենք թողարկումը։ Այս շաբաթ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցի շրջանակում եղավ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում, ինչպես նաև զինված ուժերի որոշ զորամասերում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ձմեռային ուսումնական փուլով նախատեսված տեսական եւ գործնական դասընթացների ընթացքին, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Աշխատանքային շրջայցի ընթացքում Սեյրան Օհանյանին ուղեկցում էին զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկ Բաղմանյանը, վարչությունների պետեր, այլ պաշտոնատար անձինք։ Առաջին կանգառը Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան զորավարժարանում էր, որտեղ նախարարը հետևեց հատուկ նշանակության ստորաբաժանման դասընթացներին։ Այցի շրջանակում նախարարին ներկայացվեց հատուկ նշանակության ուժերի համար կիրառվող փակ աչքերով զենքին տիրապետելու նոր մեթոդիկան, որի ընթացքում զինծառայողը պետք է տեսանելիության բացակայության պայմաններում աչալրջորեն հետևի շրջանաձև կանգնած իր գործընկերների կողմից պարբերաբար հնչող ձայներին եւ կրակ արձակի տվյալ ձայնի ուղղությամբ։ Այնուհետև Սեյրան Օհանյանը եղավ զինված ուժերի կապի եւ հատուկ նշանակության ուժերի զորամասերում, որտեղ հանդիպեց զինծառայողներին, տեղում ծանոթացավ առկա խնդիրներին։ Նախարարի ուշադրության կենտրոնում էին նաև զորամասերի սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես զինվորների մատուցվող ճաշատեսակները։ Ապրիլի 16-ից 19-ը երրորդ բանակային զորամիավորման հիմքի վրա անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն, որին հակիրճ անդրադարձ էր եղել մեր նախորդ թողարկման ընթացքում, եւ ինչպես խոստացել էինք, այժմ ներկայացնում ենք զորավարժության մասին պատմող ծավալուն տեսանյութը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցկացվող զորավարժությունների նպատակն էր կատարելագործել բանակային կորպուսի, զորամասերի հրամանատարների եւ շտաբների գործնական հմտությունները, զորամասերն ու ստորաբաժանումները մարտական պատրաստականության բերելիս, բարձրացնել սպաների գործնական ունակությունները մարտական գործողություններ նախապատրաստելիս, հրամանատարներին գործնական փորձ հաղորդել տեղանքում մարտ կազմակերպելիս։ Զորավարժություններին ներգրաված էր երրորդ բանակային զորամիավորումն իր ենթակա զորամասերով եւ ուժեղացման միջոցներով։ Նմանատիպ զորավարժությունները բարձրացնում են հրամանատարական կազմի եւ անձնակազմի ունակությունները եւ գործնական հմտությունները, ինչպես նաեւ դաշտային վարժվածության մակարդակը։ Յուրաքանչյուր զորավարժություն պատրաստություն է պատերազմին, այս դեպքում այն կարելի է անվանել պատերազմ քարտեզի միջոցով կամ քարտեզի վրա։ Նախ գնահատվեց թշնամու բանակի մարտունակությունը, այնուհետև ուսումնասիրվեց տեղանքը, ինչից ելնելով էլ գնահատվեցին նաև սեփական բանակի հնարավորությունները։ Այս անգամ շատ նորություններ կային, ոչ ստանդարտ վարժություններ, օպերացիայի մաթեմատիկական մոդելավորում, ոչ ստանդարտ որոշումներ հարձակողական վարժություններ կատարելու ժամանակ, գիշերային ժամերին անհրաժեշտ սահմանագծի գրավում։ Այս ամենը դուրս էր ստանդարտից, հետաքրքիր էր, արժանի է ուշադրության, փորձի, ուսումնասիրման, ինչն էլ կանենք հաջորդիվ։ Պատահական չէր, որ զորավարժություններն անցկացվեցին երկու փուլով։ Առաջին փուլում բանակային զորամիավորումը բերվեց մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Երկրորդ փուլում իրականացվեց պաշտպանական օպերացիայի վարում, կատարվեցին սահմանափակ հարձակողական խնդիրներ։
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքում զորամիավորման եւ ենթակա զորամասերի շտաբները ցուցաբերեցին ներդաշնակ աշխատանք։ Կիրառվեցին նոր հնարքներ եւ մեթոդներ, որոնք թույլ տվեցին զգալիորեն կրճատել օպերացիայի մարտի նախապատրաստման միջոցառումների կատարման ժամկետները եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը։ Սովորաբար նմանատիպ զորավարժությունները ոչ միայն միտված են բարձրացնելու մարտունակությունը, ֆիզիկական պատրաստվածությունը, այլ նաև զարգացնելու անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, ներշնչելու զորային ընկերության զգացում։ Մանավանդ որ մեր պատմությունը բազմիցս ապացուցել է, որ շատ հաճախ մեր հաղթանակների հիմքում բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությունն ու մարտի դաշտում անգամ ընկերություն անելու եւ ընկերոջ կողքին լինելու ունակությունն է եղել։ Զորամիավորումը պատրաստված էր, խնդիրը լուծեց հաջողությամբ, շտաբները գործում էին փոխհամաձայնեցված։ Զորամիավորումը հմտորեն էր ղեկավարում շտաբները, կատարեցին բարդ հանձնարարություններ։ Ճիշտ է, զորավարժությունների ժամանակ մի փոքր եղանակն էր վատ, բայց դա բացարձակապես չազդեց արդյունքների վրա։ Շտաբների պատրաստականության աճը նկատելի էր, բոլոր հարցերը զորամիավորումում սկսել են ավելի լավ լուծվել, եւ դա ուրախացնում է մեզ։ Ես կարծում եմ, որ զորամիավորումն ունի բոլոր հնարավորությունները դառնալու զինված ուժերի առաջնային միավորումը, ուղղակի պետք է ավելի շատ ջանք գործադրել։ Զորավարժությունների արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ թեև իրականացվեցին օրինաչափություններից դուրս հանձնարարություններ, այնուամենայնիվ զինծառայողների եւ սպայական կազմի պատրաստվածությունը թույլ տվեց արագ կողմնորոշվել եւ տվյալ տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելով լավագույն լուծումը տալ։ Այլ կերպ ասած, մերօրյա բանակում պատրաստ են յուրաքանչյուր բարդ իրավիճակում հաղթական ելք գտնել եւ բարոյահոգեբանական բարձր մակարդակով հանդես գալ։ Արդյունքները գոհացնող էին, ինչի համար էլ աչքի ընկած զինծառայողները եւ սպայական կազմը արժանացան շնորհակալագրերի եւ պարգևների։ Ուշադրություն պարտադիր զինվորական ծառայության 2013 թվականի գարնանային զորակոչին ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկներին։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտներում սեպտեմբերի 1-ից կազմակերպվելու է 1 տարի ժամկետով սպայական դասընթացներ, որոնց կարող են մասնակցել պարտադիր զինվորական ծառայության այս տարվա գարնանային զորակոչի ենթակա քաղաքացիական բարձրագույն կրթությամբ զորակոչիկները։ Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ մասնագիտություններով. Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավոր, Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում հակաօդային պաշտպանություն, կապավոր։ Ընտրված զորակոչիկների հետ հուլիսի 1-ից ինստիտուտներում կանցկացվեն երիտասարդ զինվորի ծրագրով 8 շաբաթյա դասընթաց, որից հետո նրանց հետ կկնքվեն մեկամյա ուսուցման ժամկետով սպայական դասընթացին մասնակցելու եւ հետուսումնական 3 տարվա պայմանագրային զինվորական ծառայության անցնելու մասին պայմանագրեր։ Ուսումնառությունը ավարտելուց հետո զինծառայողներին կշնորհվի առաջին սպայական լեյտենանտ զինվորական կոչում եւ նրանք վիճակահանության կարգով կնշանակվեն համապատասխան դասակի հրամանատարի պաշտոններում։ Ուսումնառության եւ հետուսումնական ծառայության ընթացքում զինծառայողները կօգտվեն օրենքով նախատեսված բոլոր սոցիալական արտոնություններից եւ դրամական վճարումներից։ Հետագայում լավագույն կուրսանտներին հնարավորություն կընձեռնվի ուսումնառությունը շարունակել Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի եւ ռազմաբժշկական ակադեմիաներում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմական ակադեմիաներում։ Դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած զորակոչիկները կարող են դիմել տարածքային զինկոմիսարիատներ կամ զանգահարել 29 43 39 29 44 32 հեռախոսահամարներով։ Շարունակվում են զինված ուժերում կարգապահության բարձրացմանն ու ամրապնդմանը միտված միջոցառումները։ Այդ նպատակն էր հետապնդում նաև անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարների տեղակալների հերթական հավաքը, որի ընթացքում քննվեցին ընթացիկ տարում արձանագրված ոչ կանոնակարգային երևույթները, մատնանշվեցին դրանք բացառելուն ուղղված աշխատանքային ուղղությունները։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցում էր նաև Պաշտպանության բանակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
Ապրիլի 23-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած խորհրդակցության նպատակն էր գնահատել զինված ուժերում կարգապահության առկա իրավիճակը եւ նախանշել ոչ կանոնակարգային երևույթների կանխարգելմանն ուղղված աշխատանքային ուղղությունները։ Բացի դրանից խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին դրանց պատճառահետևանքային կապի վերլուծության արդյունքները։ Դիմելով զորամիավորումների, զորամասերի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարների տեղակալներին, Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Լյովա Մնացականյանն իր ելույթում ուշադրություն հրավիրեց զինծառայողների շրջանում քաղաքացիական կյանքին բնորոշ բացասական կարծրատիպերի անթույլատրելիության, բարեկրթության կանոնները պահպանելու, փոխադարձ հարգանք եւ հանդուրժողականություն ցուցաբերելու անհրաժեշտության վրա։ Շեշտվեց, որ հարկ է հրամանատարական կազմը պատշաճ վերահսկողություն սահմանի ենթակա զինանձնակազմի նկատմամբ, զինվորների շրջանում ապահովի բարեհոգեբանական առողջ մթնոլորտ։ Կարևորվեցին նաև զինծառայողներին հուզող խնդիրների լիարժեք ուսումնասիրության իրականացումն ու ոչ բարեկիրթ բարքերի նկատմամբ անհանդուրժողական մոտեցման ցուցաբերումը։ Խորհրդակցության ավարտին գեներալ-մայոր Լյովա Մնացականյանն անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարների տեղակալներին տվեց հստակ հանձնարարականներ, նախանշեց զինված ուժերի բարոյակամային իրավիճակի ամրապնդմանը միտված աշխատանքային ուղղությունները։ Մեր հեռուստածրագրի այսօրվա թողարկումն էլ եզրափակենք Գորդիան հանգույց հեռուստաեջով։ Ներկայացնում է հեռուստաեջի ստեղծագործական խումբը։ Գորդիան հանգույց հեռուստաեջի հերթական թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Ցեղասպանությունը մեզ պատուհասած համազգային աղետ էր։ Աղետ, որի վերքը հայոց հավաքական հոգեկանում դեռևս սպիացած չէ։ Սպիացած չէ, քանզի հայությունը հայրենիք է կորցրել։ Արցախյան հաղթանակը շտկեց հայոց մեջքը, շտկեց, քանզի հայրենազրկման աղետից հետո առաջին անգամ հայն ազատագրեց 12,000 քառակուսի կիլոմետր հայրենիք։ Իսկ անցյալում է արդյոք ցեղասպանությունը։ Այս հարցադրումը մեր օրերում 1915-ի ազգային աղետից 98 տարի անց առավել քան արդիական է։ Վերջինիս պատասխանը հստակ է, ոչ, անցյալում չէ, քանզի ցեղասպանության պոտենցիալ վտանգ առկա է նաև այսօր։ Այո, անցյալ է, քանզի այսօր հայի ուժեղ տեսակ է ձևավորվել, ում համար թուրքին հաղթելը դարձել է կենսակերպ։ Պետք է իրատես լինել, թուրք-ադրբեջանական դաշինքից մեզ վտանգ է սպառնում։ Հայի հանդեպ թուրքի թշնամանքը կայուն է, ժամանակի մեջ անփոփոխ։ Հետևաբար դեռ շատ երկար եք ստիպված լինելու համոզվել, որ թուրքը մնում է թուրք։ Անշուշտ թուրք մտավորականության շրջանում կան այլախոհներ, բարոյապես հասուն անհատներ, ովքեր իդեմս հայի չեն տեսնում թշնամու, ովքեր խոստովանում են ցեղասպանության փաստը։ Բայց չէ որ այլախոհ լինելու փաստը վկայում է այն մասին, որ թուրքի այս տեսակը ժամանակակից Թուրքիայում բացառություն է։ Իդեպ նման այլախոհներ եղել են եւ 98 տարի առաջ, եւ Սումգայիթում, եւ Բաքվում։ Հետևաբար, երբ ասում ենք, թե թուրքը մնում է թուրք, ապա ի նկատի ունենք եւ հայատյացության կայուն դիրքորոշումը կրող թուրքի տիրապետող տեսակը եւ մարդատյացությունից զերծ բարոյապես հասուն այլախոհ թուրքի փոքրաթիվ տեսակը։ Թուրքի այդ երկու տեսակները մեկ հավաքականության թուրքական հանրույթի բաղադրիչներն են։ Այո, պետք է իրատես լինել։ Այսօր Ադրբեջանում հասունացած է հայկական ջարդերը կրկնելու պատրաստակամություն։ Այդ պատրաստակամության խորհրդանիշը Ռամիլ Սաֆարովն է։ Հարկ է հաշվի առնել։ Նախագահ Ալիևը պարզապես չէր գնա Ռամիլ Սաֆարովի կերպարի հերոսացման քայլին, եթե վստահ չլիներ, որ այն ցանկալի է անդրկովկասցի թուրքերի ստվար հատվածի համար։ Արցախի պաշտպանության բանակի 9-րդ պաշտպանական շրջան։ Այստեղ տեղակայված ստորաբաժանմանը վերապահված է պաշտպանել Արցախի հովիտը, հայոց Արցախ աշխարհի հարավային դարպասները։ Ահա շնորհիվ այն բանի, որ հայոց զինուժը վերահսկում է հայոց հայրենիքի այս կարևոր շրջանը, շնորհիվ ահա այս դիրքերի կանխվում է նոր ցեղասպանությունը։ Վերջին տարիներին Բաքվում հաճախ են կիրառում արևմտյան Ադրբեջան եզրույթը, ինչը լրջագույն մտահոգության տեղիք է տալիս։ Փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանում եւ հատկապես անդրկովկասցի թուրքերի շրջանում ծավալապաշտական նկրտումները օր-օրի դառնում են ավելի ակնհայտ։ Խոսքը հատկապես այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթի մասին է, որով Ադրբեջանում հասկանում են ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունն էլ, այսինքն հայաբնակ Հայաստանն առհասարակ։ Սա նշանակում է, որ Բաքվում առհասարակ չեն ընդունում եւ չեն հանդուրժում հայության գոյությունը իբրև այդպիսին
այս տարածաշրջանում։ Հենց այդ է պատճառը, որ պաշտպանության բանակն այստեղ հզոր հենակետեր է տեղադրել եւ հետագայում, ապագայում էլ այստեղ երբևէ չեն դադարելու ամրաշինական աշխատանքները, այստեղ հայոց զինուժը հուսալիորեն եւ ուրեմն փաստորեն հարատև է, հաստատվել եւ միայն այստեղով անցնող պետական սահմանն է, որ մեզ տալու է պաշտպանված լինելու զգացողությունը։ Այսօր Արցախի պաշտպանության բանակի 9-րդ պաշտպանական շրջանում կատարվել են ծավալուն ամրաշինական աշխատանքներ, այլ տարբերակ չկա։ Այստեղ կանգնած զինվորը նահանջելու տեղ չունի, նա դատապարտված է զսպել թշնամուն այստեղ Արաքսի ափին, Արցախի Հադրութի շրջանի հարավում, ահա այս դիրքերում։ Մենք գտնվում ենք պետական սահմանի ամենահարավային կետում, հարավ-արևելյան, եւ սա իսկապես խորհրդանշական է մի շարք առումներով։ Առաջինը սա Հայաստանի տարածք է եւ եղել է ի սկզբանե ոչ միայն պատմականորեն, այլ նաեւ իրավականորեն։ Ադրբեջանին երբևէ սա չի պատկանել, որտեղ Ադրբեջանը չի ունեցել իր գերիշխանությունը այս տարածքի վրա, սա եղել է Ադրբեջանի վարչական ենթակայության ներքո միմիայն սովետական միության տարիներին, երբ գոյություն չուներ Ադրբեջան պետություն եւ գոյություն չունեն մյուս հանրապետության որպես միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հետևաբար բոլոր այն խոսակցությունները Ադրբեջանի կողմից, որ իբր հայերը ինչ որ տարածքներ են գրավել, չի համապատասխանում իրականությանը, միջազգային իրավունքին, որտեղ նախ սա Հայաստանի տարածք է, որը ազգերի լիգայի 20 թվականի փետրվարի 24-ին հատկացվել է Հայաստանին, պարզապես մենք շնորհիվ մեր անձնուրաց մարտիկների եւ ամբողջ հայ ժողովրդի աջակցության ազատագրել ենք մեր հայրենիքի մի փոքր մասը եւ դեռ ադրբեջանցիները իրենք պահպանում են օկուպացիան ներքո մեր երկրի տարածքների մի մասը։ Հետևաբար եւ արդարության տեսակետից, եւ պատմական ճշմարտության տեսակետից, եւ միջազգային իրավունքի տեսակետից սա Հայաստան է եւ այդպեսին էլ կմնա։ Հայրենիքի այս հատվածը ազատագրելով, այս դիրքերը նվաճելով ու պահելով է կերտվել մեր ազգային արժանապատվությունը։ Այս դիրքերից յուրաքանչյուրը հայոց ռազմի փառքի մի փոքրիկ հուշարձան է, եւ ահա թե ինչու։ Արցախյան գոյամարտի հետ կապված այս տեղանքում ընթացել են մարտական լուրջ գործողություններ եւ հայտնի է, որ բավական լուրջ մասնակցություն են ունեցել աֆղան մոջահեդները այս տարածքներում եւ կարելի է փաստել, որ կրել են ջախջախից պարտություն մոջահեդների ջոկատները եւ փաստորեն ողջ ջանքերը Ադրբեջանի նաեւ թուրքական կամավորների, այսինքն Թուրքիայից կամավորների մասնաությամբ գրավելու այս շրջանները ձախողվել է եւ դրանով իսկ խորհրդանշական է։ Ցեղասպանված ազգի բարդույթից ձերբազատվելու համար հայությունն իրեն պետք է պաշտպանված զգա։ Ցավոք սրտի մեզանում դեռ խնդիր կա հայրենիքի ամբողջական զգացողության հետ կապված։ Այս հողը, որի վրա մենք կանգնած ենք, երիցը սրբազանն է, ինչու՞, նախ որովհետև մեր հայրենիքի հողն է, եւ հետո որովհետև այս հողը վրա մենք այսպես հանգիստ կանգնած ենք, քանի որ այստեղ արյուն է հեղվել։ Այստեղ մեր հերոսներն են զոհվել հանուն նրա, որպեսզի մեր հայրենիքի այս սահմանը արդարացիորեն լինի նորից մերը։ Երբ գալիս ես, այստեղ տեսնում ես, թե ինչ հսկայական աշխատանք է այստեղ կատարված, ուղղակի մեծագույն անհետեթություն է դառնում հայրենիքի մի թիվ հողը անգամ զիջելու այդ ուղղակի անհասկանալի մտայնությունը։ Ահա շնորհիվ նրա եւ երկու մարտակի մարտիկների է նաեւ, որ պատերազմը չի վերսկսվում։ Ես ինքս մարտական երթապահությունում ծառայում եմ արդեն 7 տարի 7 ամիս ու դա ինձ պատիվ է բերում 7 տարվա մարտական երթապահության ընթացքում հակառակորդը բազմիցս անգամ սադրանքների, թեկուս կրակային ճնշման միջոցներով փորձել է ճնշել մեր դիրքերին, բնականաբար դա նրանց չի հաջողվել, դա նաև նրանց դաս է լինում, մի փոքր երևի կոպիտ է հնչում, որ իրենք իրենց տեղն իմանան, մեզ գնահատել եւ հարգել իմանան։ Հայրենիք ազատագրելը գործի կեսն է։ Ազատագրված հայրենիքը պահել է պետք։ Ազատագրված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսականի տարածաշրջանն է։
Շենացող Կովսականը ցեղասպանություն տեսած մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է։ 2009 թվականից արդեն 2500 շունչ ավելացել է շրջանում։ Բնակիչներ են վերադառնում հայրենիք նաև Սիրիայից, 30 ընտանիք ունենք, նրանց համար 3 բազա բնակարան բնակելի շենք է կառուցում, մեկը Բերձորում, մեկը Իշխանաձորում, մեկը Կովսականում, ցանկացողներ կան, որ նորից են գալու մեր շրջան վերաբնակվելու։ Քաշաթաղի շրջանը լինելով նոր վերաբնակեցվող նորաստեղծ շրջան, համեմատության մեջ ավելի շատ է երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքները։ Եթե նորածինների հաշվով հաշվարկում ենք, բոլոր բնակավայրից մեր շրջանում ծնունդները ավելի շատ են։ Շրջանում ունենք 10-ից ավելի երեխա ունեցող մի քանի ընտանիք, նույնիսկ 15 երեխա ունեցող ընտանիք կա շրջանում, որոնց համար պետական ծրագրերով բնակելի տուն է կառուցում բոլոր հարմարությունները, կոմունալ հարմարություններով։ Ասեմ, որ հետաքրքրությունը նախ Քաշաթաղի շրջանի նկատմամբ եկողների ավելի է մեծացել, քանի որ պետական եւ այլ մոտեցումներ գոյություն ունեն։ Պետությունը նոր եկած բնակչությանը տրամադրում է անասնավարկեր, մեկ շնչին 6000 մետր հողատարածք անհատույց օգտագործման իրավունքով, բայց նաեւ Ասամանապակ քանակությամբ, եթե ցանկություն ունի հողագործում զբաղվելու, վարձակալությամբ շատ էժան 1 հեկտարի արժեքը 6000 դրամով տրամադրում են վարձակալությամբ հողեր։ Կովսականում ապրող արարող հայ մարդն այսօր պահում է 9-րդ պաշտպանական շրջանի զորքերի թիկունքը։ Կովսականը շենանում է այս խրամատում կանգնած զինվորի հույսով, նրա հանդեպ հավատով։ Այս մարդիկ վստահ են, որ հայ զինվորն իրենց թիկունքին է։ Այստեղ ապրելով, տուն տեղ դնելով նրանք անիրականանալի են դարձնում արևմտյան Ադրբեջանի երազանքը։ Հայ զինվորն այլևս չի թողնելու, որ պատմական հայրենիքի այս շենացող հատվածը հայաթափվի, որ երբևէ ազատագրված Կովսականը պղծվի Զանգելան անունով։ Այսօր հայ զինվորի հայացքն ուղղված է առաջ։ Վերջին շրջանում Կովսականի տարածաշրջանում հաստատվել են տասնյակ սիրիահայ ընտանիքներ։ Այս հողատարածքները մշակել են մեր սիրիահայ հայրենակիցները։ Ալիշանը նրանցից մեկն է։ Այստեղ Կովսականում նա նոր կյանք է սկսում, տուն է կառուցում։ Ուզում ենք միշտ լավ լինի մեր երկրի համար։ Միշտ մենք օդար արաբական երկրներու մեջ աշխատել ենք, բայց ինչ որ գտեսնենք, որ իզուր դանչանք ենք դարել ուրիշ երկրներու մեջ։ Մենք ահագին աշխատել ենք եւ հիմա նոր ենք սկացել, որ բարապ դեղի ենք աշխատել, ոչ մի օգուտ մեզ համար չէ։ Մեզի չի պատկանի, ուրիշին ենք աշխատել։ Այդ հիման վրա մենք մտածեցինք տեղափոխվել մեր հայրենիք, ինչպես որ գսեն, մեր հայրենիքն է։ Քորի իմանանք, որ մի գործ կանենք, հիմնական մեզը գնի։ Մեր հետակա սերունդներին գնի։ Իզուր դեղի չենք աշխատել։ Արցախյան հաղթանակից հետո ձևավորվեց հայի նոր ուժեղ կենսունակ տեսակ, ով գիտե, որ թուրքը մնում է թուրք եւ հաշվի է նստում միմիայն ուժի հետ։ Թուրքը մնում է թուրքը հայոց հավաքական կենսապորցն է։ Այն չի բացառում թուրքի հետ հարաբերվելու հեռանկարը։ Թուրքը մնում է թուրքը, հուշում է մի պարզ ճշմարտություն։ Թուրքի հետ պետք է հարաբերվել ուժի դիրքերից։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանն ասել է. «Ամբողջ կյանքում երազել եմ ձեռքից տակ ունենալ այնպիսի ուժ, որն ի վիճակի լինի ցանկացած տեղում հակառակորդի կոկորդից բռնել եւ խեղդել։ Եվ այսօր այդ ստորաբաժանումները ես ունեմ, ոչ թե մեկն, այլ մի քանիսը։ Դրանք ցանկացած պայմաններում, ցանկացած տեղում կարող են ինքնուրույն գործել, ինչպես հակառակորդի խորքում, այնպես էլ առաջնագծում, ճեղքել, մխրտվել։ Այն բնագծերը, որոնք մեզ պետք են լինելու, մենք առանց որևէ դժվարության հասնելու ենք»։ Թշնամու կոկորդից բռնող ու խեղդող ուժ, ահա իր հայրենիքում հայի արժանապատիվ գոյության, թուրքին խաղաղ հարևանության հարկադրելու միակ գրավականը։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, բանակային կյանքի լրահոսին կարող եք ծանոթանալ նաև Պաշտպանության նախարարության 3w.mil.am պաշտոնական կայքի և 3w.հայզինվոր.am կայքի էջերում։ Իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի կիրակնօրյա թողարկմանը, մնացեք խաղաղությամբ և մինչ նոր հանդիպում։